Այսօրվա ամենագլխավոր պատգամներից մեկը նաև Պողոս Արաքյալի ուրախ եղեք, դարձյալ եմ ասում, ուրախ եղեք։ Ուրեմն աղոթող մարդը նաև տխուր տրտում դեմքով մարդը չէ։ Աղոթող մարդը պիտի ուրախ, որովհետև ինքը Աստծո հետ է խոսում։ Ինքը Քրիստոսի հետ է զրուցում, իր զրուցակիցը Քրիստոս է։ Դու ում հետ ես ուրախ։ Քեզ սիրող մարդու, ում որ դու ես սիրում, այդ մարդու հետ ես, չէ՞, ամենաջերմ զրույցներն ունենում, ամենաքաղցր զրույցներն ունենում։ Ուրեմն աղոթքը այդ քաղցր զրույցի հրավերն է քո կյանքի մեջ, եւ դու ուրախ պիտի լինես դրա մեջ։ Տխուր, տրտում դեմքով։ Ամեն օր, երբ որ հարցնում ես մարդուն, ո՞նց ես, երեք էլի մի մարդու հարցել է, ո՞նց ես, ասում է, ոչինչ, յոլա, փառք Աստծո, լավ։ Հիմա ասեմ, այս 4-ից որ մեկն ասեիր փառք Աստծո, լավ չէր։ Դե ասում պետք է յոլա գնամ, որ ասեմ փառք Աստծո։ Յոլա գլանում ես դու երբեք փառք Աստծո չես կարող ասել։ Եթե շնորհակալ ես քո օրվա համար, քո առողջ վիճակի համար, քո ունեցած ընտանիքի համար, քո կյանքի համար, ուրեմն փառք Աստծո այդ ամենի համար։ Ոչինչը ինչ է։ Ոնց ոչինչ։ Մենք ոչինչի մեջ ենք ապրում, ոչնչով ենք լուսավորվում, ոչնչով ենք երջանիկ, յոլայի մեջ ենք մենք ապրում, չէ, Աստծո ներկայության մեջ ենք։ Այս աղոթքի պակասից է այս պատասխանը մեր կյանքի մեջ, սիրելին, որ մարդը իր շուրթերը չի վարժեցնում աղոթքին, իր սիրտը չի բացում Տիրոջ առջև։ Եվ եթե քո ամբողջ օրը անցնում է, դու չես աղոթում, ուրեմն նշանակում է դու այդ օրը կորցրել ես, զուր ես ապրել այդ օրը։ Եթե դու քո ամբողջ կյանքի մեջ չես գնում դուռը թակում, ասում ես հայր, ների ինձ մեղավորիս, ընդունիր, մեղանչել եմ քո դեմ, եւ հայրը քեզ ուրախություն չի տալիս, քո մարխնջուկ չի կազմակերպում, դու զուր ես ապրել այս աշխարհի մեջ։ Մենք մեռնելու համար ծնված չենք, սիրելիներ։ Մեր նպատակը ուտել, խմել, մեռնելը չէ։ Մեր նպատակ այս աշխարհի մեջ Տիրոջ հետ ապրելն ու արարելն է եւ արդարությանը հասնել Տիրոջով, ոչ թե մեր մարդկային տկարություններով։